Ողջույն հարգելի հայրենակիցներ, ես այս պահին գտնվում եմ Սանկտ Պետերբուրգում, հրավիրված եմ եւ որպես Մայր Հայաստանի ներկայացուցիչ մասնակցելու եմ այստեղ տեղի ունեցող միջազգային տնտեսական ֆորումին, ճիշտ ասած քիչ առաջ եմ ժամանել եւ այս պահին գոնե նպատակ չունեի եթեր դուրս գալու, սակայն երբ արդեն տեղավորվեցի եւ ծանոթներ տեղադրել եւ այլն տարբեր պրոցեդուրաներ կային, հանդիպումներ եւ արդեն հետևեցի լուրերին պարզվեց Նիկոլ Փաշինյանը լկտիաբար եւ հիստերիկաբար հարձակվել է վեհապարի դեմ, ամենայն հայոց կաթողիկոսի դեմ եւ հայտնի գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանի դեմ, շատերը զարմացած են, շատերը զայրացած են բնականաբար, այս ամենի պատճառի քաղաքական մասին պետք է անդրադառնալ եւ որպեսզի մեր ժողովուրդը հասկանա թե ինչու է այս հիստերիկացումը եւ ինչու է պայմանավորված այս լկտի հարձակումը, ասեմ որ Նիկոլ Փաշինյանը պարտավորվել է Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջ կատարել նրանց բոլոր նախապայմաններն ու պահանջները եւ դրա դիմաց ակնկալվում է որ պետք է իրեն տան թղթի կտոր, որի վրա գրված պետք է լինի խաղաղություն բառը, որպեսզի ինքը այդ թղթի կտորով փորձի խաբել հայ ժողովրդին եւ ցույց տա թե իբր խաղաղություն է բերում, ինչպես որ 21 թվականին մուրշն էր ճոճում, ուզում է որ առաջիկա քաղաքական գործընթացների եւ մասնավորապես ընտրական process-ների ժամանակ ճոճել խաղաղություն բառով թուղթը եւ խաբել Հայաստանի քաղաքացիներին, թե իբր խաղաղություն է բերելու։ Ադրբեջանն ու Թուրքիան նրանից անընդհատ հավաստիացումներ են պահանջում եւ ասում են եթե դու անկեղծ ես կամ եթե դու կարող ես մեր բոլոր պահանջները բավարարել եւ մեզանից ընդամենը թուղթ ես ուզում, ուրեմն ցույց տուր, որ դու այդ ամենի ուղղությամբ գնալու ես։ Առաջին հարվածը Նիկոլ Փաշինյանը ստացավ ամենայն հայոց կաթողիկոսից, ով Շվեյցարիայում կազմակերպել էր, նախաձեռնել էր քննարկում եւ այդ քննարկման ժամանակ բարձրաձայնել էր արցախայության իրավունքների մասին, Արցախում տեղի ունեցող ադրբեջանական վայրագությունների մասին, մեր մշակութային ժառանգության հետ կապված խնդիրների մասին եւ խոսել էր նաեւ ռազմագերիներից, որոնք Բաքվում ապօրինաբար պահվում են եւ Բաքվից անմիջապես հնչեց վայրահաչոցը կաթողիկոսի նկատմամբ, դա Փաշազադեի շուրթերով էր եւ Նիկոլ Փաշինյանը դա որպես հրահանգ ընդունեց եւ հարձակվեց Գարեգին II-ի դեմ։ Դրան հաջորդեցին որոշակի գործընթացներ, որոնց մասին դուք գիտեք, եւ ահա Սամվել Կարապետյանը այսօր հայտարարել է, որ ինքը նույնպես կանգնած է հայկական եկեղեցու կողքը եւ ես ձեզ ասեմ, որ այստեղ արդեն ոչ միայն ու ոչ այնքան եկեղեցու հարցն է, որքան Հայաստանի Հանրապետության հարցը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի հարձակումը տվյալ դեպքում իդեմս եկեղեցու Հայաստանի Հանրապետության դեմ է այն առումով, որ ինքը փաստացի հրահանգներ է կատարում եւ Էրդողանին հանդիպելուց առաջ ուզում է ցույց տա, որ ինքը մնում է այն պայմանավորվածությունների մեջ, որոնք չեն հրապարակվում, չեն ներկայացնում հայ ժողովրդին, ինչպես որ Պրագայում Արցախի հանձնումը չէր ներկայացվել հայ ժողովրդին եւ դավադրաբար ու դավաճանաբար դա տեղի ունեցավ, այնպես էլ հիմա թուրք-ադրբեջանական բոլոր նախապայմանները սկսած այսպես կոչված փախստականների վերադարձից վերջացած Զանգեզուրի այսպես կոչված միջանցքով այս ամեն ինչին համաձայնել է Նիկոլ Փաշինյանը եւ հիմա ուղղակի ինքը ժամանակ է խնդրում եւ թուղթ է խնդրում, որպեսզի այդ ամեն ինչը բավարարի Թուրքիայի ու Ադրբեջանի համար եւ ահա այս ամենի շրջանակներում ինքը հարձակվում է եւ Գարեգին II-ի դեմ եւ այսօր արդեն մենք տեսանք թե ինչ լկտի վարքագիծ էր ինքը դրսևորում Սամվել Կարապետյանի դեմ, դա ուղղակի ամոթ է ու խայտառակություն հայ ժողովրդի համար նման նաեւ բառապաշար, չնայած Նիկոլ Փաշինյանը արդեն ավարտված
գործիչ է եւ իրանից այլ բան չէր ակնկալվում։ Մայր Հայաստանը մենք բնականաբար դատապարտում ենք այս ամեն ինչը եւ մենք այս առումով շատ լավ տրիգեր ենք ստանում, ճիշտ ասած, որ բոլորս կարողանանք համախմբվել եւ միասնաբար վռնդել Նիկոլ Փաշինյանին, դա կլինի փողոցային process-ով, դա կլինի ընտրությունների միջոցով, դա կլինի ֆորս մաժորային զարգացումների արդյունքում, այս բանը դժվար է ասել, բայց պետք է բոլորս միասնական լինենք եւ պատրաստ լինենք պայքարի։ Առայժմ այսքանը, ցավոք սրտի այլ լուրերով կուզենայի հանդես գալ, ինքս մասնակցելու եմ այդ միջոցառմանը Սանկտ Պետերբուրգի, նորից ասեմ, դա Ռուսաստանի տարեկան ամենակարևոր գլխավոր տնտեսական բիզնես միջոցառումներից է, որտեղ իր խոսքն է հնչեցնում նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ այստեղ շատ կարևոր հանդիպումներ պետք է ունենան եւ քաղաքական եւ փորձագիտական եւ պետական շրջանակների հետ, բայց ցավոք սրտի առաջի բանը, որ մենք տեսնում ենք Հայաստանից, դա այն վատ լուրերն են, այն լկտիվ արկագիծն է Նիկոլ Փաշինյանի, որը նորություն չէ, բայց որը պետք է բնականաբար դատապարտել եւ այդ ամենի դեմն առնել։ Դերևս կլինենք իհարկե կապի մեջ, առիթներ կլինեն, առայժմ այսքանը հարգելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանի լկտիվությանը բնականաբար շատ շուտով վերջ է գալու եւ այս առումով մենք բոլորս մեր ջանքերը պետք է ներդնենք։